ասենք Աստծուն փառք սրտանց, ոնց որ երգում ենք մի մարգարիթանք, անկեղծ ասած ես երեկվանից պատրաստվել էի մարգարիտի առակը, մենք չենք պայմանավորվել եղբոր հետ, բայց պատրաստվել է ես այդ մարգարիտի առակը, որը ինքը ընդամենը երկու նախադասություն ունի, բայց շատ խորը բովանդակություն ունի եւ ես հավատում եմ, որ մեզ բոլորիս, ինձանից սկսած մեզ բոլորիս պետք կգա։ Եվ բայց մինչև այդ մասը կարդալը ես մի հատ տեղ եմ ուզում նայենք իրար հետ, հետո ես կկարդամ այդ մարգարիտի առակը։ Ես հեսա մի քիչ հետո կասեմ այդ համարը։ Սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկությանս Աստծմով պիտի ուրախանամ։ Համաձայն եք։ Այ երբ պետքա ես ուրախանամ իմ Աստծմով, երբ պետքա ցնծամ, երբ որ տուն ունեմ, երբ որ մեքենա ունեմ, երբ որ աշխատանք ունեմ, երբ որ ամեն ինչ լավ է ու ես պետքա ցնծամ Տիրոջմով, ամեն։ Ես ուզում եմ դրա համար ես հիմա համարը դիտավորյալ չասեցի, ես ուզում եմ կարդամ, տեսնենք, երբ պետքա ես ցնծամ Աստծմով։ Ուրեմն սա գրված է Ամբակունյաց 3-րդ գլուխ, ես դա 18 խոսքն էր, բայց ես հիմա կարդում եմ 17 խոսքից։ Հիմա ուշադիր եղեք, երբ պետքա ես ցնծամ Տիրոջմով։ Բայց մինչև այդ ցնծալը ես մի հատ բան եմ ուզում ասեմ։ Ուրեմն ինձ եկան այցելության Արմեն եղբայրը, Գևորգ եղբայրը, առաջ անգամ որ եկան, ուրեմն առաջարկեցին աղոթք անենք, մենք ապակու հետևից հեռախոսով Արմեն աղբերը աղոթք անում, տարի 3 ամիս չեմ լսել Սուրբ Հոգու աղոթք, ինչ-որ մեկից պատկերացնում եք, ու ես սենց լսում եմ հեռախոսի մեջից, սենց մենք նայում ենք իրար ապակու հետևից, հեռախոսի մեջից, ու այդ Սուրբ Հոգու զորությունը, չգիտեմ հիմա հեռախոսի մեջից է գալի, ապակու մեջից է գալի, թե ոնց է գալի, սենց վերևից այդ Սուրբ Հոգու զորությունը սենց լսրես, փառաբանում եմ Տիրոջը, չեմ նայում կողքերս մարդ կա, ու Սուրբ Հոգով սկսում ենք առաջի անգամ աղոթք ենք անում, այդ ուրախությունը մեջս է։ Հետո աղոթքից հետո Գևորգ եղբայրը ասեց, ես քեզ մի հատ եղբայր մի հատ համար եմ ուզում նվիրեմ, ասեց այդ համարը գրեցի մոտս, գնացի, հետո սեյնակ չստացվեց մի անգամից կարդալու, մենք ճաշարան պետքա գնանք եւ այլն, գիշերը պարկան քնելու մեր մոտ լույսերը անջատում են, երբ որ գիշերը շատ փոքր լույս են թողում, որ այդ լույսով այնա որ քյոր չնես, տեսնես։ Գիշերը պարկել եմ քնելու, Տերը արթնացրեց։ Ասեց, ես քեզ համար էի նվիրել։ Ասի հա Տեր, ասեցի, այդ համարը ես հիմա դրել եմ դոշակիս տակ, թղթի վրա գրել էի, դրել եմ դոշակիս տակ, ես ճիշտ ասած էլի եղբայրներ չեմ ասել այդ բանը, բայց ուղղակի հիշեցի այդ դրվագը, ասի դրել եմ դոշակիս տակ, հիմա լույսերը անջատած է, ես հետո վաղը կկարդամ, ասեց վերկաց կարդա, ասեցի, ախր լույս չկա, ես լավ չեմ տեսնում, ասեց վերկաց կարդա, ասի լավ, հələ կտականը կողքից դրած էր, եթե կտականը բացեմ, ես կարող տեսնեմ կարամ կարդամ, կկարդամ, լավ։ Բացեցի կտականը, տեսա ես կարում եմ այդ լույսի տակ կարդամ, չգիտեմ, այդ րոպեին կարում էի կարդայի։ Վերցրեցի այդ թուղթը, համարը վերցրեցի, նայեցի 118-ի 24, Սաղմոս 118-24 խոսքն էր, որ ես սկսեցի կարդալը, հիմա կարդում ենք, չէ՞ մենք։ Ես սկսեցի կարդալը, և Տեր ասեց, դե հիմա ցնծա, այս այն օրն է, որ Տերը ստեղծեց, ցնծանք և ուրախանանք, ուրախ լինենք անոր մեջ, դե հիմա ցնծա, ասում Տեր Աստված, ես ուր եմ, որ ես ցնծամ, որտեղ եմ ես, ասեց, այստեղ դու պետքա ցնծաս, ու սենց անկախ ինձանից նորից այդ զորությունը, այդ աղոթքի զորությունը, նորից լցվեցի, ու ես այդ ժամանակ սկսեցի այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ, ներսս ցնծում է, ներսս փառաբանում է Տիրոջը, ու ես գոռում եմ ալելույա, փառք քեզ Տեր Հիսուս Քրիստոս, ներսս ցնծում է։ Հիմա եկեք ուզում եմ կարդամ ես այդ 17 խոսքից, Ամբակումյաց 3-րդ գլխի 17 խոսքից, ես կկարդամ, թե երբ պետքա մենք ցնծանք։ Թեև թզենին ընձյուղ չտա։
Այն ժամանակ թզենի շատ կարևոր ծառ էր ու պատկերացրա գնացել ես մի հատ ծառ ունես, թզենի ծառ ունես, դու ուրախանում ես այդ թզենիդ վրով, բայց այդ օրը ինչ չի տալի, պտուղ չի տալիս։ Որդատունկներու վրա պտուղ չլինի, պտուղ չկա, ընդհանրապես պտուղ չկա։ Ձիթենին բերքը ստե, չլինի, ձիթենի բերքն էլ չլինի, արտերը կերակուր չտան, դու պատկերացնում ես, մի բան չի է, են որ ասում է կարկուտը ծեծաստեղնա, մենք հայկական սենց ասասվածք ունենք, չէ, կարկուտը ծեծաստեղնա ծեծում, գնում ես վատ ու անդադ այդ վատ բաներն է լինում, բայց Տիրոջ խոսքը ինչ ասում, փարախեն ոչխարը կտրվի, այն մարդ ոչխարս էլ կտրվավ փարախից, այդ հույս ունեի գոնե արտերը բերք չի տալիս, գոնե ոչխար ունեմ, մեկ էլ եթում ես որ ոչխար, մեկ է փարախեն ոչխարը կտրվի, այ քեզ բան, այս էլ կտրվավ, այս հույսս էլ կտրվավ, եւ շարունակություն ասում է, գոմերու մեջ արջար չլինի, ասում ես լավ գոնե գնամ այն մեկն է մնացել, այդ գոմի արջարն է մնացել, մեկ էլ տեսնում ես այդ էլ չկա։ Եվ Աստված, Աստծո խոսքը ասում է մեզ բոլորիս. Սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, հալելույա Տիրոջը։ Հենց այդ նեղության մեջ, հենց այդ պրոբլեմի մեջ, հենց այդ դժվարության մեջ ես հավատում եմ կան այստեղ մարդիկ, հնարավոր է որ գոմի մեջ այդ ոչխարը չկա, այդ փարախը չկա, այն ձիթենին պտուղը չի տվել, բայց հիմա Աստծո խոսքը քույրս եղբայրս անկախ տարիքից ինձ ու քեզ ասում է, դե հիմա թող քո ներսը ցնծա Տիրոջմով։ Ասում է միտեղ երկրաշարժ ա լինում, կարող է դա Ամերիկայում է եղել, չգիտեմ, ասում են Ամերիկայում շատ է երկրաշարժ լինում։ Միտեղ երկրաշարժ ա լինում, մեկ էլ այդ աշխատանքի տեղը, ուրեմն բոլորը վայ ու փախնում են, շենքից դուրս են գալի, բոլորը գոռում են, փախնում են, ընդ մի հատ հավաքարար ա լինում, քույրիկ ա լինում այս հավաքարարը։ Ու տատիկ ա լինում, ուսս գոռում, ասում է, «Ալելույա», ուրախանում է, «Հալելույա քեզ Հիսուս»։ Այս բոլորը գոռում են, վայ, փախնում են, այս տատիկ գոռում է, «Հալելույա քեզ Հիսուս»։ Այս երկրաշարժը, որ վերջանում է, բոլորը դերս են գալիս, ասում են, այ տատի ջան, այս իս ջան, սաղս վայ էին գոռում, դու գոռում էիր, հալելույա, դու ուրախանում էիր, սաղս լացում ենք, դու ուրախանում էիր։ Ասում է, ես ուրախանում էի, ոնց էր իմ Աստվածս ձեր սաղի սրտերը դրդրցնում։ Ուրեր եղբայրներ ջան, այո, մենք կենթանի Աստված ունենք, մի հատ փոքր երկրաշարժիչ մարդը սարսափում է, բան դժոխքից ինչ պետք է լինի, բայց իմ ներսս Տիրոջը պիտի ցնծա, ասում է Սուրբ Գիրքը սիրներ, Տեր Եհովան իմ զորությունս է, ինչի համար պիտի ցնծա, որովհետև ես Աստված ունեմ, ինչպես եղբայրներս այսօր շատ գեղեցիկ ներկայացրեցին, եւ այդ Աստծո զորությունն է իմ վրա, ես այդ զորությունով եմ ցնծում, քույր եղբայրներ, ոչ թե ես ինձանով եմ ցնծում, ժամանակավոր մարդիկ ստեղծում են ժամանակավոր ուրախություններ, չէ՞, սա մենք մի փոքր հետո գնայինք, ժամանակը վերջանում է, բայց լավ, եկեք այդ առակը նայենք, մենք պետքա ցնծանք, ամեն, ուղղակի ժամանակի կարճ լինելով, ես այդ առակը ուղղակի երկու նախադասություն է, բայց մի փոքր նայենք, սա գրված է Մատթեոսի, ուրեմն Մատթեոսի 13-րդ գլխում, 45-46 խոսքերն է, երկու նախադասություն է ընդամենը, դարձյալ երկնքի թագավորությունը վաճառական մարդու նման է, որ գեղեցիկ մարգարիտներ կփնտրե, սիրելիներ, ընդհանրապես վաճառական մարդու բնավորությունը ինքը իր ուղեղը միշտ աշխատում է, ամեն բան ինչ որ անում է ինքը սահմանված է անում, այսինքն ավել փող չծախսի, էսի սրա մեջ, էսի սրա մեջ, էնի նրա մեջ, ինչ որ անում է հաշվարկ է իր մոտ, վաճառական մարդ չգիտեմ, կա այստեղ թե չէ, իր մոտ ամեն ինչ հաշվարկված է, կյանքն էլ է իր մոտ հաշվարկված, բայց ինքը հետաքրքիր է, այդ վաճառականը ստեղ որ նայում ենք, ինքը մարգարիտներ էր ման գալիս, միշտ ման էր գալի մարգարիտներ, գեղեցիկ մարգարիտներ, ոնց որ այս ձև ասեմ, մեր լեզվով ասեմ կոլեկցիոներ էր ինքը, այդ դրա մարգարիտների, կառներ, կծախեր, բայց գեղեցիկ էր ման գալի, բայց ինքը իր մեջ ուներ մի բան, Այս աշխարհում կա ավելի գեղեցիկ մարգարիտ, երանի թե ես ունենամ այդ ամենագեղեցիկ մարգարիտը։
Քորի եղբայրներ, հետաքրքիր է, չէ՞, ասենք, Երանի ունենամ, գտնեմ այդ ամենագեղեցիկ մարգարիտը, որ ես այդ մարգարիտը կարողանամ ունենամ, ես կնեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, ամենաուրախ մարդը, ամեն մարդ ունի երազանք։ Ամեն մարդ ունի երազանք, սիրելիներ, ու այդ անձնավորության երազանքը ունենալ այդ ամենագեղեցիկ մարգարիտը։ Հետաքրքիր է, ասենք, երբ որ նա գտնում է այդ մարգարիտը, եւ պատվական, գրված է ձև 46 խոսքի, եւ պատվական մարգարիտ գտնելով, կգնա իր բոլոր ունեցածը կծախե ու զանիկա կգնե։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան է կատարում։ 3 էտապ կա հոգևորի կյանքում։ Ես մի քիչ արագ ուղղակի կասեմ։ Նայեք, առաջի էտապը սա վերաբերում է անկախ բոլոր տարիքի մարդկանց է վերաբերում։ Երիտասարդն է, ձեզ էլ է սա վերաբերում։ Չմնաք էսի մենակ մեծերին, չէ, քո երիտասարդ կյանքից դու ոնց որ ասած միտք ունենաս, Տեր Աստված, ես պիտի գտնեմ այդ մարգարիտը, ես պիտի այդ մարգարիտը ունենամ իմ սրտիս մեջ։ Հիմա ինչ է կատարում այս պահսերներ, 3 էտապ կա։ Աշխարհի մարդիկ ունեն իրանց մարգարիտները, մարգարիտները դա մարդու ուրախությունն է։ Այսօր մարդը գնաց մի հատ մեքենա առավ, դա իր փոքր մարգարիտն է։ Մեկը տուն առավ, դա իր փոքր մարգարիտն է։ Ինքը ուրախանում է դրանով։ Մեկը ինչ որ հաջողություն ունեցավ, աշխատանք ունեցավ, լավ գործ ունեցավ, լավ իր կարիերային ասավ։ Դրանք բոլորը մարգարիտներ են, սիրներ, որ մենք ունենք մեր կյանքում աշխարհի մարդիկ բոլորը ունեն իրաց կյանքում մարգարիտներ։ Մեկը լավ երգում է, դա էլ իր մարգարիտն է։ Հիմա հետաքրքիրը սա է, սիրներ, կա նաև հոգևորության մեջ, երբ որ նա գալիս է, բոլորը նայեք, աշխարհի մարդիկ բոլորը ունեն մարգարիտներ, բայց այդ մեծ մարգարիտը իրանք կյանքում չեն գտել, չեն էլ տեսել, կարող է լսած լինեն, բայց չեն գտել, չեն էլ տեսել։ Երկրորդ էտապը, սիրներ, երբ որ մարդը ման է գալիս է պաշտամունքի, գալիս է Աստծո տուն, եւ ինքը գտնում է այդ մարգարիտը, տեսնում է, որ էս ինչ լավ մարգարիտ, էս ինչ մեծ, գեղեցիկ, սրանից ելենկոմ ուրախություն չկա, բայց ինքը պաշտամունքից հետո, այդ մարգարիտը թողում է նորից պաշտամունքի տեղը ու գնում է նորից իր տուն։ Սա էլ է ցավալի։ Պատկերացնում եք, դու եկել ես, ուրախացել ես, այսօր ուրախացանք, եղբայրներս խոսացին, ուրախացանք, աղոթք արինք, ուրախացանք, ինչ գեղեցիկ երգեր երգում ենք, ուրախացանք, բայց դա ուրախացար, գտար, բայց դեռ հələ տունը չես տարել։ Եվ երրորդ էտապը, սիրելիներ, եւ երրորդ էտապը, որն է, երրորդ կետը։ Սուրբ Գիրքը ասում է, եթե դու ուզում ես այս մարգարիտը տուն տանես, դու պետքա ծախես, ասում է գնաց եւ վաճառեց իր բոլոր մարգարիտները, բոլոր ուրախությունները։ Ես երիտասարդ եմ, ուրախանում եմ, սրա վրա ուրախանում, նրա վրա ուրախանում։ Աստված ասում է դու պետքա վաճառես, որպեսզի ես գեղեցիկ մարգարիտը, դա կլինի քոնը ու հավիտյան քոնը կլինի, սիրելիներ։ Ես Մոսկվայում որ աշխատում էի, ուրեմն տղաներ ենք սենց, մի 15 հոգի տղաներ ենք ու մեկը այտենց ընդհանրապես խմում էին, այտենց նարկոտիկ էին ծխում, մի օր մի հատ հայ կար, Սամվել էր անունը, Բուլղարիայից էր ինքը, ասեցի, «Էդի որ ծխում ես, ինչ է քո հետ կատարվում»։ Ասեց, «Այ ախպեր, ասես կտրվում եմ այս ծանր աշխարհից, կտրվում եմ ու հանգստանում եմ», ես ասում եմ, ոնց պատկերացած, ասում եմ, դու գնաս սենց սանատորիա, սենց միտքդ կտրվի ու հանգստանում ես։ Ասում եմ, լավ, ասում եմ, ինչքան է տևում այդ որ կտրվում ես, հանգստանում ես, այդ նարկոտիկը որ ծխում ես։ Ասես դե ժամ ու կես, եթե լավն է, դոզեն, մի 2 ժամ պահում է։ Ասի ընդամենը այդքան ասեցի։ Ասեց, ախպեր, բայց ես քեզ մի հատ բան ունեմ հարցնում, մենակ անկեղծ ճիշտը կասես։ Ասեց, ախպեր, ես ուշադրություն եմ դարձնում, մենք առավոտը 6-ից ելնում ենք, մինչև գիշերը 12-ը աշխատում ենք այնտեղ։ Ասեց, ուշադրություն եմ դարձնում, առավոտը 6-ից դու այդ դոզայի մեջ ես, մինչև գիշերը 12-ը։ Դու ինչ նարկոտիկ ես օգտագործում, խնդրում եմ, ասա ինձ, ախպեր, կամ տուր ինձ, ես կառնեմ այդ նարկոտիկը։ Ասի, որ գնանք պարկելու, ես տմբուշկիս մեջ ունեմ, ես քեզ կտամ։ Ասես լուրջ ես ասում, կտաս ինձի։ Ասեցի, հա, ես քեզ կտամ։ Ու հիմա
աշխատում եմ, երբ է գալու ժամը 12-ը, որ եթանք ես իրան տամ։ Ու երբ որ գնացինք, մենք այնտեղ, ասես դե տուր, էլի տուր, ես դրա կարիք ունեմ։ Հանեցի կտակարանս հանեցի, ասեցի նես դոզայա, որ անդադ ուրախ ես լինում, անդադ դու աշխարհի երջանիկ մարդ ես, ու ինքը քեզ ժամ ու կես չի պահում, ինքը քեզ անդադ հավիտյան պահում է։ Ասեց այ ախպեր, ու կարդացի, երբ որ այդ տեղերը կարդացի, հետո ինքը ընդունեց այդ ուրախությունը։ Սիրներ, մենք հիմա ավելի մեծ ուրախություն ունենք, այդ Մարգարիտն է, այդ Մարգարիտը, այ երիտասարդս, այ տատիկս, այ ես իմ ինչս, ես չգիտեմ, ասենք, դու այդ Մարգարիտը տար քո տունդ, մի թող ստեղ այդ Մարգարիտը, տար քո տունդ, այն Մարգարիտները բոլորը ժամանակավոր, ես էլ եմ ժամանակին, ման եմ եկել, ասել եմ սրա մեջ է ուրախությունը, երիտասարդ եմ եղել, երիտասարդական ես իմ ինչերի մեջ է ուրախությունը, տարիքով ես ասում ես մեքենա առնեմ կուրախանամ, մեքենան առնում ես, այն մարդ 2 ամիս քշում ես, տեսնում ես, էսի սովորական բան է։ Տունը ունենում ես, տունը սարքեցի, ասեցի ես արդեն մենք մեր տունը ունենք, տեսես, էդ էլ մեկը ժամանակ անցնում է, տեսնում ես, էդ էլ է սովորական բան, բա որն է, որ քեզ ընդհանրապես պետք է, դա հենց այդ Մարգարիտն է, քույրս ու եղբայրս, որ դու երրորդ էտապի մեջ պետք է անես, երրորդ կետի մեջ պետք է անես, անպայման տար քո տունը, տեսօր այդ Մարգարիտը, ունեցի քո սրտիդ մեջ, այսօր եղբայրը ասես Սամվել եղբորը համար սիրներ, Սամվել եղբայրը, այդ Մարգարիտը իր սրտի մեջ, այսօր մենք ստեղ ենք եկել պաշտամունքի, հիմա ինքը ընդ պաշտամունքի մասնակցում է, դու պատկերացնում ես ինչ պաշտամունք այնտեղ, Պողոս Առաքյանն այնտեղ, Սուրբերն են այնտեղ, սաղ այնտեղ են ու ինքը գնացել է նստել այդ պաշտամունքի տեղը, Հիսուսը քարոզում է, ինքը լսում է։ Սիրներ, այնպես որ դա մեր համար է տխրություն, որ եղբայրը ասենք մեկը գնում է, մեր համար տխրություն է, բայց մի անգամ ես գնացի կնոջս բարեկամներից մեկը, ես էլ ասեմ ու վերջացնեմ, այս փոքրը։ Ուրեմն կնոջս բարեկամներից մեկը պետք է մահանա արդեն, բայց հին հոգի է, պետք է մահանա։ Ուրեմն գնացի ես, դե կինս արդեն նախորոք ինձի պատրաստեց, ասեց, որ գաս ուրախ դեմքով մի արի, ես մի քիչ ասենք տեստեղեր ուրախ եմ եթում, ասում, վերջը, գնացի արդեն ըտեղ, մեկ էլ ինձի մի անգամից որ եկան, ասեցին, լսի, հանգարց վախենալու բաներ իրա մոտ չասես, վախենալու բաները, երկնքի մասին պիտի ասեի, այսինքն ինքը չի իմանում, որ ինքը էսա վաղը պետք է մահանա, դու իրան վախենալու բաներ մի ասա, ասում այ քեզ բան, էդի վախենալու չի, էդի ուրախանալու բանը իրան ասում ես, որ ինքը էսա վաղը եթում է, ո՞ց թե էդի վախենալու բան։ Ու ես սկսեցի իհարկե իրանց ասեցի հա, բայց հետո գնացի այդ քույրիկին, ես սկսեցի այդ ուրախ բաները պատմել, ասի դու գիտես, որ վաղը դու եթում ես։ Սստայեց ինքը չեր իմանում, բայց ես իրան ասեցի, գաղտնի ասեցի այդ բանը, ասի դու վաղը գնում ես, դու էդ ինչ տեղ ես գնում, բոլորը կնախանձեն այնտեղը, որտեղ որ դու վաղը գնում ես սիրներ, որովհետև ով որ Մարգարիտ ունի իր մեջ, ով որ գտել է այդ Մարգարիտը, քույրեր եղբայրներ, անկախ տարիքից նորից եմ ասում, ով որ գտել է, եկեք այսօր այդ Մարգարիտը չթողնենք ստե, տանենք մեր սրտերը, մեր հետ, մեր տները տանենք, մեր սրտերի մեջ, որպեսզի հավիտյան այդ Մարգարիտը այսօր Աստված մեզ ողորմություն արե տվել է։ Դենն է են բոլոր Մարգարիտները, ծախի են բոլոր Մարգարիտները, ու դու կունենաս երջանիկ կյանքի Մարգարիտը քո